Ինչու են Ռուսաստանում սկսել կասկածել, թե հայ-ադրբեջանական հակառուսական տանդեմ կա։ Ռուսաստանում չեն կարող դրական նայել։ Հայ-ադրբեջանական դաշինքի մասին սկանդալային հայտարարություն է ըմբռնման հստակություն վերլուծական փոդքասթի ժամանակ է հնչել Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի ու հաղորդավար Իվան Կնյազևի քննարկումներից մեկի ժամանակ։ Ձևակերպումը իհարկե սխալ է։ Ռուս վերլուծաբանների հայ-ադրբեջանական տանդեմ ձևակերպման հետ համաձայն չէ կովկասագետ Կարեն Իգիթյանը։ Փորձագետն ուղղում է հակառուսական քաղաքականություն Փաշինյանի ու Ալիևի կաբինետներն են վարում, հայ ժողովուրդը ոչ։ Այսպես կոչված նոր Հայաստանը, որի մասին որ Փաշինյանը հայտարարել էր, եւ Ադրբեջանի իշխող կուսակցությունը, որը կոչվում է Նոր Ադրբեջան, Յենի Ադրբեջան, այսինքն այս երկու միավորները իրար հետ իհարկե նույն խաղն են խաղում։ Արևմտյան մեծ խաղ է անվանում կովկասագետը հակառուսական քաղաքականությունը, դրա նպատակը ըստ Իգիթյանի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելն է։ Ալիևը եւ Փաշինյանը առանձին իրենց խաղը չեն խաղում։ Սա մեծ արևմուտքի մեծ խաղն է, big game, ժամանակին որ Բրիտանիան էր խաղում, հիմա կարծես ավելի շատ ԱՄՆ-ն է խաղում։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո այս տարածաշրջանում ռուսական դիրքերը թուլացել են ու պահը փորձում է օգտագործել արևմուտքը նկատում է կովկասագետը։ Միայն թե դրանից Հայաստանն է տուժում։ Այս քաղաքական դիրքի շնորհիվ կամ պատճառով մենք ունենք այս իրավիճակը, որտեղ որ Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստներ ունի։ Հակառուսականությունը անարձագանք չի մնում, ասում է վերլուծաբանը։ Այդ հարթությունում պետք է նայել Ռուսաստանից Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովի արտաքսմանը։ Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցների չի դիմում Մոսկվան։ Ադրբեջանը իր տնտեսությամբ, իր նավթային եւ գազային ռեսուրսներով եւ տրանզիտային նաեւ հնարավորություններով դա ավելի անկախ քաղաքականություն կարող է իրականացնել, այդքան կախվածություն Ադրբեջանի տնտեսությունը չունի։ Եթե Ադրբեջանի դեպքում Մոսկվան միայն քաղաքական որոշումներ է կայացնում, Հայաստանի դեպքում կան եւ քաղաքական եւ տնտեսական բաղադրիչներ, նկատում է Իգիթյանը։ Հայկական արտադրանքի նկատմամբ իհարկե արդեն մեծ վնաս են պատճառել Հայաստանի տնտեսությանը եւ պետք է հասկանանք, որ այդ հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Եթե շարունակվի այս քաղաքականությունը, ապա ավելի մեծ կորուստներ կարող ունենա Հայաստանի տնտեսությունը։ Իգիթյանը հիշեցնում է Հայաստանում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև հանրակրվե անցկացնել Մոսկվան ամենաբարձր մակարդակով է պահանջում։ Ռուսական կողմը եւ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար վերջնաժամկետ են սահմանել մինչեւ այս տարվա դեկտեմբեր։ Այդ ամիս ԵԱՏՄ երկրների ղեկավարները հանդիպելու են մեր երկրի նկատմամբ հետագա հնարավոր քայլերը հստակեցնելու նպատակով։ Ալբերտ Սերոբյան, Աշոտ Մանոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։